Ես կարծում եմ, որ մենք ժողովրդավարություն բառը դարձրել ենք ֆետիշ եւ դրա հետեւը շատ ավելի բան ենք պատկերացնում, թե քան կա այսօր։ Օրինակ, այսինքն ժողովրդավարության ես մի քիչ այլ թեքեմ ուրիշ ուղղությամբ ժողովրդավարության անվան տակ ամենաթողությունն է այո, ապրես, այո, դա ժողովրդավարություն չէ իրականում։ Ընկեր Տրամպը բանը գենդերների վերջը տվեց, շատ հասարակ որոշումով, տղամարդ կակին վերջ։ Բայց ինչքան ներվ ենք մենք քայքայել գենդերային օրենքի դեմ։ Ես ինֆարկտ ստացա այն ժամանակ։ Ինչա որ իրանք ուզում էին, որ անպայման Հայաստանում գեյ պարադ լինի։ Դες բաներ կան, հասկանում ես, գրել են բանի տրանսպարանտի վրա դեմոկրատիա ու դրա քողի տակ ինչ այլանդակություն ասես անում են։ Այն բաքսեր աղջկա քիթ մռութը որ պամիդոր սարքեց բաքսեր տրանսգենդերը։ Այդ դեմոկրատիայի բան քողի տակ էր, չի արվում։ Օլիմպիական խաղերին Ֆրանսիայում։ Դեմոկրատիա։ Տրանսգենդերն էլ կարող է մասնակցի, բայց տրանսգենդերը տղամարդ էր։ Այդպես հեշտ է։ Ձևանում ես տրանսգենդեր, բայց կանանցերը անիծում ես։ Բայց կանանցը շահերն ես իբր թե պաշտպանում, չէ՞։ Այս խափեբաները մտել են ոչ միայն քաղաքական դաշտ, մտել են ամենուր։ Մտել են նաև դպրոց, որտեղ կան պատմության եւ հասարակագիտության ուսուցիչներ, որոնք նույնպես նսեմացնում են մեր պայծառ անցյալը, մեր եւ պայծառ էությունը։ Շատ բաներ հիշում ենք, չէ՞, երբ որ այն կինը եկավ Կանադայից հայ կինը եւ Կարմիր խնձորի թաղումը կազմակերպեց։ Ինչ էր խանգարում Կարմիր խնձորը իրան Կանադայում նստած։ Շատ հրաշալի ավանդույթ է իմիջիալոց։ Կարմիր խնձորը գիտես ինչի համար է։ Հաջորդ օրը, երբ որ գալիս են աղջկա ծնողների մոտ, խնամիները գալիս են միայն կանանց դելեգացիան է գալիս։ Կիսուրը, տալերը, հարսերը մյուս գալիս են կարմիր խնձորով, կարմիր գինիով եւ այլն եւ շնորհակալություն հայտնում, որ բան առաքինի էր, կույս էր աղջիկը։ Բայց իրականում կանանցով քեֆ են անում։ Այդ երբ որ կանայք այդ չեն զսպում տղամարդկանց կողմից, իրենք սկսում են խոսել ջահելների ինձ փոքրիկ գաղտնիքների մասին, թե տղաս այս ճաշը չի սիրում, զզվում է, աղջիկա 10 հանկարծ չսարքի։ Կիսուրը եթե ասի, այդ աղջիկը կնեղանա, բայց մաման իրան եթե հասկացնի, տես կլինի։ Կամ աղջիկս այս բանից վախում է, ասա հոթը հանկարծ տես բաներ չանի։ Հիշում են իրանց մանկությունը, երեխեքի, մերձենում են, դառնում են ընկերուհի։ Կարմիր խնձորը դրա համար է։ Ոչ թե ինչպես Աֆրիկայում վերցնում են պաստառի վրա արյունն են քսում ու կախում բակում։ Այսա մի հրաշալի տոնակատարություն է, որը եւ հիշատակում է, որ աղջիկը կույս էր, բայց կարևորը այն է, որ երկու կողմերի կանայք, իսկ տան մթնոլորտը կանայք են ստեղծում, խեղճ տղամարդիկ անձոր են այդ հարցում։ Կանայք մերձենում են, իրար պատմում են պուճուրիկ բաներ, միասին ուրախանում, անեկդոտ պատմում, կոլեկտիվ արդեն։ Վաղը մյուս օրը բան պատահեց, խնամուն կարող է հանգիստ զանգել, ասի Մանուշակ ջան, սենց բան կա, խնդրում եմ դու բան արա էլի։ Բանը Մելնիկով-Պիչերսկին հրաշալի ռուս պատմաբան էր եւ գրող։ Ինքը բանի հնահավատների մասին վեպեր ուներ երկու մեր մալականների պես էլի այն մարդկանց, որոնք չընդունեցին Եկատերինայի ժամանակ ընդունված, ինչպես իրանք էին ասում, ավստրիական հավատքը։ Այն ժամանակ փոխվեց ռուսների։ Ստարաբրյացի։ Հիմա հերոսը մի հատ հայտնի շատ հարուստ բան է, վաճառական է, բայց ոչ թե արևտրի վաճառական է, այլ ձեռներեց գյուղում։ Ու իրանք պարտավոր էին այն ժամանակ, քանի որ ադաթը կար։ Բոլոր տոներին իրանց բանվորների համար սեղան գցել դուրսը։
նվեր տալ եւ այլն։ Տուն էին մտնում պետք է սկզբից 7 անգամ աղոթեին սրբապատկերի վրա, հետո նոր բարևեին տանտերերի եւ այլն։ Հիմա իրանց մոտ գալիս են մարդիկ, որ ուզեն իրանց աղջկան, իրանց տղայի մոտ, որոնք ապրում են Պետերբուրգում, բայց նախկինում այդ գյուղում էին ապրում։ Ուզ Պետերբուրգից են եկել, պետք է գլուխ կովան։ Բա մեզ մոտ սենց, բանա շաբաթվա վերջում երեկույթներ են լինում, մեր կանայք աղջիկները բաց գեստով են ման գալի։ Սրանք ասում են ոնց թե դուք թույլ եք տալի ձեր աղջիկները բաց գեստերով ման գան, մեջքը բաց ուսերը բաց։ Ասում են հայ, իհարկե, մայրաքաղաք, իրանք ասում են մենք աղջիկ չունենք ձեզ ու տալու։ Մարդ պետք է իմանա, ինչն է սիտակ, ինչ է չէ։ Դրա համար պետք է գրագիտություն։ Գրագիտություն չկա, թող լինի մեծերին հարգելու ունակությունը։ Գիտես, բանա տարաճանաչ լինելը, բայց անգրագետ լինելը վտանգավոր է։ Ամեն տարաճանաչ կարծում է ինքը գրագետ է, ոչ։ Շատերը տգետ են, որտեղ սեփական ազգի արժեքները չգիտեն, որ այս ազգը մնացել է ամեն եկվորից հետո նույնությամբ։ Եթե դենեթե նույնն է, ուրեմն ստեղ էլ պետք է նույնը լինի, ստեղ էլ պետք է նույնը լինի։ 5.500 տարվա վաղեմության մաքրամաքուր գեն մնացել է հայուհիներին, մետախանդրիալ գեն։ Ուրեմն պետք է վարքն էլ համապատասխան լինի։ Բոլորը նեղվում են չաղանալու համար, հա, բայց առաջ դու որպեսի ճաշեփես, այնքան պետք է գործ անեիր։ Էլեկտրական ջերմը սաղացը, ծորենդ արդեն ալուր չեր դարձած, 1000 ու մի բան, դու ամեն ինչ ձեռքով էիր անում, ու քո ծախսած էներգիան հազիվել կերածդ ճաշը բավարար էր։ Բայց հիմա ասում են բանը, օրինակ Միացյալ Նահանգներում որոշել են, որ քանի որ գեր մարդիկ արդեն բնակչության մեծ մասն են կազմում, բոլորին անվճար հատկացնել նիհարելու հաբերը։ Սխալ են մտածում մարդիկ։ Սխալ են մտածում։ Չեն ուզում պատկերացնել, թե ինչ է աշխարհը։ Հիմա տես, մենք բոլորս դարձել ենք աղբ արտադրող մարդիկ։ Օրեկան ինչքան ենք աղբ թափում։ Ես փաթեթավորումը ինչի համար է։ Որ ինչ մեզ խափեն, որ տեսեք ինչ սիրուն է մեր թխացածը կամ մեր սարքած կոնֆետը, ինչի համար է այդ փաթեթավորումը։ Մենք որ փոքր ենք կոնֆետը ոնց ենք առնում խանութում։ Թղթից սարքում էին կուլոկ, կշռում էին կոնֆետը, մեջը լցնում էին, պակաս էր կոնֆետ։ Իսկ հիմա այդ ճռճռան ցելոֆանով, 5 լեզվով հետևը տեքստ, որ չես կարող կարդալ, պետք է գնաս հասնես բյուրականի աստղադիտարան, այդտեղի խոշորացույցով կարդաս։ Աստված գիտի ինչա գրած, ինչ հավելումներ կան, բայց անընդհատ արտադրվում է աղբ։ Ուտելիքի կողքը արտադրվում է շատ ավելի շատ աղբ։ Հետո ասում են էկոլոգիան վատ վիճակում է, եկենք մենք թողնենք այս խայտարակ վիճակում գտնվող մոլորակը գնանք Վեներա։ Մետեղ փորձենք աղտոտել։ Համակարգային մարդիկ չեն ուզում մտածել։ Երբ որ համակարգային ես մտածում, դու ավելի ճիշտ ես ապրում, խիղճդ ավելի հանգիստ է, դու սիրով ես ապրում, դու ուզում ես լավացնել կյանքը։ Երբ որ համակարգային չի, ճիշտ հակառակը նստում ու նռում ես, վնգում ես, թե հետ ինչ վատ է ամեն ինչ։